իրավիճանի մասին, որի միջոցով Աստված իր պատգամներն է փոխանցում մարդկանց։ Ու այդ ծառայությունը դա մարգարեության ծառայությունն է, մարգարեության պաշտոնը։ Հին ուխտում մարգարեներին անգամ կոչել են Աստծո դեսպաններ, Աստծո պատգամաբերներ, Աստծո պատգամավորներ, ովքեր որ կարողացել են Աստծուց խոսք լսել, Աստծուց պատգամ լսել եւ փոխանցել ժողովրդին։ Ու գիտեք, մենք բոլորս էլ հենց գրքից գիտենք, որ այնպես չէ, որ միշտ մարգարեները փափուկ բաներ են խոսել։ Մարդկանց սրտի համեմատ կամ մարդկանց սրտի ցանկությունների պես են խոսել, միշտ ուրախալի բաներ են խոսել։ Չէ, երբեմն եղել է, որ իրենք շատ խիստ են խոսել, երբեմն իրենք հենց հանդիմանողական են խոսել եւ իրենք հանդիմանել են մարդկանց իրենց մեղքերի համար, իրենց սխալների համար։ Աստված տարբեր իրավիճակների համար է մարգարեների միջոցով խոսում մարդկանց հետ։ Երբեմն եղել է կոնկրետ իրավիճակի համար խոսք, կոնկրետ իրավիճակի համար պատգամ, եղել է երբեմն կոնկրետ անհատի համար խոսք, կոնկրետ ազգերի եւ պետությունների համար, երբեմն եղել է հենց կոնկրետ մեղքի դեմ, որ Տերը բացահայտել է եւ հայտնի է արել։ Բայց Աստծո նպատակը սա չի եղել, որ պարզապես մարդուն հանդիմանի եւ մարդուն թողնի դատապարտության ներքո, այդ մեղքի ծանր բեռի ներքո։ Ոչ, Աստծո նպատակը սա է եղել, որ մարդուն հանդիմանելով, մարդու մեղքը բացահայտելով, մարդուն ապաշխարության բերի եւ մարդու կյանքում վերականգնում բերի, մարդ Աստված փոխհարաբերության մեջ։ Երբ որ Աստված ինչ-որ իրավիճակների դեմ խոսել է, Աստծո նպատակը սա է եղել, որ այդ իրավիճակները փոխի, իրավիճակների մեջ շփում բերի։ Ու այդպիսի մի հատ մարգարեական պատգամ էլ Տերը խոսել է Անգե մարգարեի միջոցով։ Մի իրավիճակի դեմ Տերը իր խոսքով բացահայտել է մի իրավիճակ եւ նպատակը սա, որ այդ իրավիճակը փոխի։ Հիմա կկարդամ Անգե մարգարեության առաջի գլխի առաջինից 6 խոսքերը, խնդրում եմ ուշադիր լսես, իրոք հետաքրքիր է լինելու։ Թեկուզ կարող ես մոտդ նշել ամբողջ Անգե մարգարեության առաջի գլուխը, որովհետև հենց այսօր դա միասին նայելու ենք իր հետ։ Հիմա ինչ է ասում։ Դարե թագավորի երկրորդ տարին 6-րդ ամսվա ամսի 1-ին Տիրոջ խոսքը եղավ Անգե մարգարեի ձեռով Հուդայի իշխան Սաղաթիելյան Զորաբաբելին եւ մեծ քահանա Հովսեդեկյան Հեսուին ասելով. Այսպես է ասում Զորած Տերը, թե այս ժողովուրդն ասում է. ժամանակը չի եկել, Տիրոջ տունը շինելու ժամանակը։ Եվ Տիրոջ խոսքը եղավ Անգե մարգարեի ձեռով ասելով. ձեզ համար ժամանակ է արդյոք, որ ձեր ձեղունազարդ տներումը բնակվեք, իսկ այս տունը ավերակ կմնա։ Եվ հիմա այսպես է ասում Զորած Տերը. ձեր ուշը դարձրեք ձեր ճանապարհներին, սերմել եք շատ, բայց բերել եք քիչ, կերել եք, բայց չեք կշտացել, խմեցիք, բայց ծարավը չհանգցրիք, հագնվեցաք, բայց չտաքացաք, եւ վարձկանը վարձի համար գործում է ծակված քսակով։ Ինչ էր տեղի ունեցել։ Ու որպեսզի մենք կարողանանք այս իրավիճակը հասկանալ, թե դա ինչ իրավիճակ էր։ Եվ Աստված ինչն էր կամենում շտկել, մենք պետք է անդրադառնանք Եզրաս գրքին։ Հենց Եզրաս գրքի առաջին գլխից կնայեք։ Եզրասը քահանա էր ու դիպիր։ Իր համար հենց Եզրասի գրքի մեջ գրվում է, որ ինքը ժիր եւ Աստծո օրենքը Աստծո կատարյալ օրենքի դպիր էր։ Ինքը Աստծո խոսքը լավ գիտեր, Աստծո օրենքը լավ գիտեր եւ ինքը շատ վարժ էր իր կոչման մեջ։ Եզրասը գրել է Իսրայելի պատմության մի հատվածը։ Իսրայել ազգի գերությունից ազատագրվելու համար Աստված այսպիսի մի բան է անում Իսրայել ազգի կյանքում եւ Պարսից Կյուրոս թագավորի միջոցով։ Եզրաս առաջին գլուխ հենց առաջին խոսքը այսպես ասում. Եվ Պարսից Կյուրոս թագավորի առաջին տարին Երեմիայի բերանով ասված Տիրոջ խոսքը կատարվելու համար Տերը
զարթնեցրեց Պարսից Կյուրոս թագավորի հոգին եւ նա պատվեր ուղարկեց իր բոլոր թագավորության մեջ, նաեւ հրովարտակելով հրատարակեց ասելով. Ինչ հրովարտակ էր, ինչու համար Աստված զարթնեցրեց Պարսից Կյուրոս թագավորի հոգին։ Երբ որ Իսրայել ազգը Աստծո առաջ խիստ շատ անօրենություն գործեց, հենց այսպես է երկրորդ մնացորդած վերջին գլխում գրում, որ թե նրա քահանաների իշխանները եւ թե ամբողջ ժողովուրդը Աստծո առաջ խիստ շատ անօրենություն գործեց եւ Աստված բարկացավ նրանց վրա։ Ամեն ժամանակ, երբ որ Աստված իր մարգարեներին, իր պատգամավորներին ուղարկում էր ինչ-որ պատգամով, որպեսզի նրանք ապաշխարեն, որպեսզի նրանք շտկվեն, խոսքի մեջ գրվում է, որ նրանք ծաղրում եւ անարգում էին Աստծո պատգամավորներին ու արհամարում էին Աստծո պատգամը։ Դրա համար էլ Աստված բարկացավ նրանց վրա։ Նրանք գնացել են կռապաշտության մեջ, իրենց շրջապատող ազգերի գարշելի սովորության պես էին վարվում Աստծո առաջ, ու Աստված էլ բարկանալով Նաբուկոդոնոսոր թագավորին Բաբիլոնի ուղարկում է Իսրայել ազգի վրա եւ կոտորելով, սպանելով մարդկանց ավիրում է Երուսաղեմը, ավիրում է Աստծո տունը, Աստծո տաճարը, ու այն մարդիկ էլ ովքեր որ ողջ էին մնացել, նրանց վերցնում եւ իր հետ տանում է գերության Բաբիլոն։ Հիմա երբ որ նրանք գերության մեջ էին, Երեմիա մարգարեացել էր ու որ այդ գերությունը տևելու է 70 տարի, այսինքն շուտ չի վերջանալու, որ մարդիկ հույս չունենան, որ այդքան շուտ նորից վերադառնալու են իրենց տները եւ իրենց քաղաքները։ Մարգարեանում է ու ասում է, որ տևելու է շատ երկար 70 տարի։ Ու երբ որ արդեն 70 տարին լրանում է, հենց այդ ժամանակ է, որ Աստված զարթնեցնում է Պարսից Կյուրոս թագավորի հոգին, որպեսզի իրականացնի Երեմիայի մարգարեությունը, որ 70 տարուց հետո մարգարեությունը սա է, որ ձեզ նորից վերադարձնելու է, որպեսզի Պարսից Կյուրոս թագավորը, որտեղ արդեն Նաբուկոդոնոսորը չկար, Կյուրոս թագավորն էր, արդեն պարսկական թագավորությունն էր, եւ արդեն Կյուրոսի սիրտը Աստված շարժեց իր ներսում համաձայնություն դրեց, որպեսզի հրեաներին արձակի եւ հրեաները վերադառնան Երուսաղեմ, վերադառնան Հուդա, ամեն մեկն իր քաղաքը եւ Աստծո տունը կառուցեն։ Ու հենց Կյուրոսը ասում է, որ երկնքի Աստվածը Եհովան իմ սրտում դրել է, որ նրա ժողովրդին արձակեմ ու նրան գնան Երուսաղեմում Աստծո տաճարը կառուցեն։ Ինչ է անում։ Հրովարտակով հրատարակում է, որ այն հրեաները, ովքեր որ կամենում են գնալ, վեր կենան ու գնան։ Արձակում է մարդկանց գնալու համար, գնացեք եւ ձեր Աստծո տունը Երուսաղեմում սարքեք։ Ինքը նաեւ այն գանձերը, որ Նաբուկոդոնոսորը Աստծո տնից են ոսկյա արծյալթե անոթները, որ թալանել ու տարել էր, դրել էր իր կողքի տանը, այդ ամեն բաները նորից վերցնում է եւ հանձնում է հրեաներին, որպեսզի նրանք իրանց հետ տանեն։ Ու Աստված էլ այդ ժամանակ հրեա ազգի, թե քահանաների, լևտացիների, իրենց տոհմերի, իշխանների սիրտն է արթնացնում, հոգին է արթնացնում, նրանց մեջ ցանկություն դնում, որպեսզի վեր կենան ու գնան։ Եվ մարդիկ վեր են կենում ու գնում են։ Այստեղ Կյուրոսը մի հատ լավ բաներ է անում։ Տեղաբնակ ժողովրդին այսպիսի մի հատ հրաման է տալիս, որ այն հրեաները, ովքեր կամենում են գնալ Երուսաղեմ իրենց Աստծո տունը կառուցելու, թող տեղաբնակ մարդիկ աջակցեն այդ մարդկանց անձաններով, ոսկով, արծաթով, տարբեր ստացվածքներով եւ անասուններով, ու մարդիկ հենց այդպես էլ անում են։ Ամբողջ երկրորդ գլուխը Եզրած գրքի խոսում է նրանց մասին, ովքեր որ վերադարձել են Երուսաղեմ, վերադարձել են Հուդա, իրենց տոհմերով, իրենց անուններով, թվաքանակով, եւ մոտ 50,000 հոգի վերադառնում են Հուդա, Երուսաղեմ, Աստծո տունը կառուցելու համար։ Արդեն երրորդ գլխից սկսվում է Աստծո տան կամ հոգևոր արժեքների վերականգնման գործընթացը։ Աստված հրեաներին Բաբիլոնի գերությունից ազատել է,
որպեսզի վերադարձնի Հյուդա Երուսաղեմ վերականգնման համար, իրենց վերականգնում շնորհելու համար, եւ որպեսզի իրենք որպես ազգ վերականգնվեն, աճեն, բազմանան, հզորանան եւ որպեսզի հոգեվոր արժեքներն էլ բարձրացնեն։ Առաջին բանը, որ իրանք անում են, դա Աստծո զահասեղանի վերականգնումն է, Աստծո սեղանի վերականգնումը, այսինքն իրենք գալիս են եւ վերականգնում են աստվածպաշտությունը, կենդանի աստվածպաշտությունը։ Առհասարակ, զոհասեղան քանդել նշանակում է ինչ որ պաշտամունք քանդել, ինչ որ պաշտամունքի հիմքեր խարխլել։ Դա կլինի ուղղված ճշմարիտ Աստծուն, թե կլինի ուղղված որևէ կողքի։ Զոհասեղան կառուցել նշանակում է ինչ որ պաշտամունքի հիմք դնել, ինչ որ պաշտամունք սկսել։ Դա կլինի դարձյալ ուղղված ճշմարիտ Աստծուն, թե կլինի որևէ կողքի ուղղված։ Իսկ զոհասեղան նորոգել նշանակում է ընկած պաշտամունքը վեր բարձրացնել, խարխլված պաշտամունքը վերականգնել։ Ու հիմա ժողովուրդը եկել է ու վերականգնում է ճշմարիտ Աստծո զոհասեղանը, ճշմարիտ Աստծո։ Դրանից հետո իրենք վերականգնեցին նաև Աստծո պատվիրանների կատարումը, Աստծո պատվիրանների կատարումը, տաղավարահարած տոնը կատարեցին, իսկ տաղավարահարած տոնը դա այն տոնն է, որի կատարման համար Աստված պատվիրել է Մովսեսին։ Վերականգնեցին նաև զոհերի կարգերը և տեսակները, առավոտվա զոհը, իրիկվա զոհը, տոների, ամսագլուխների, մի խոսքով ամեն տեսակի զոհերը վերականգնեցին։ Ու մի որոշ ժամանակ հետո իրենք արդեն Աստծո տաճարի հիմքը դրեցին, Աստծո տան հիմքը, այսինքն Աստծո տան վերականգնման սկիզբը դրեցին, որ դրանից հետո արդեն կառուցեն եւ Աստծո քանդված տունը վերականգնեն։ Ցավալին այն է, ոչինչ որ մի քիչ երկար են պատմություն պատմում, բայց հետաքրքիր բաներ կան այդտեղ։ Ցավալին այն էր, որ ոչ միայն Աստծո զոհասեղանն էր քանդված, որ իրանք պիտի վերականգնեին կամ Աստծո տաճարը, քանդված էին նաև ծառայություններն ու պաշտոնները։ Քահանայական ծառայությունը եւ քահանայական պաշտոնը ավիրված էր։ Քահանաներն իրենց տեղում չէին, իրենց ծառայության, իրենց պաշտոնի մեջ չէին։ Ու երբ որ իրենք եկան, արդեն երբ որ այդ ճարտարապետները Աստծո տան հիմքը դրեցին, նաև վերականգնեցին քահանայական պաշտոնն ու քահանայական ծառայությունը։ Քահանաներին գեղեցիկ զգեստավորեցին, ինչպես որ վայել էր քահանաներին հագցնելը եւ կանգնեցրին իրենց տեղում փողերը իրենց ձեռքերին։ Դրա հետ մեկտեղ վերականգնեցին նաև փառաբանությունն ու երկրպագությունը, թե որպես պաշտամունք եւ թե որպես ծառայություն ուղղված Աստծուն, որպեսզի Աստծուն մատուցեն այն ամեն բաները, ինչին որ Աստված արժանի է։ Հիմա այսօր մենք ինչի կարիք ունենք, որ վերականգնվի։ Թե մեր սրտում, մեր ներաշխարհում, թե մեր հավատքի կյանքի մեջ, թե մեր կյանքի որևէ ոլորտում ինչի կարիքն ունենք վերականգնվելու։ Արդյոք իմ զոհասեղանը տեղում է, իմ աստվածպաշտությունը կենդանի է, Աստծո ներկայությունով լցված է, մարդ Աստված փոխհարաբերությունը կենդանի է, թե ինչ որ մի բան կարծես թե խարխլվել է իմ աստվածպաշտության մեջ։ Նախկինում միգուցե ավելի ջերմեռանդ էի աստվածպաշտության մեջ, ավելի փափագով էի իրեն պաշտում, բայց այսօր մի բան կարծես թե պակասել է իմ աստվածպաշտության մեջ եւ այսօր վերականգնման կարիքը կա։ Արդյոք Աստծո պատվիրանները պահելը իմ կյանքում տեղում է, ամբողջապես լիարժեք կերպով նրա պատվիրանները պահում եմ, թե որոշները պահում եմ, այն որ իմ սրտով են, իսկ որոշները չեմ պահում։ Արդյոք զոհաբերված կյանքով ապրելը տեղում է, ես կարողանում եմ ինձնից ինչ-որ մի բան ներդնել Աստծո համար, նրա արքայության գործի համար, ինչպես որ հրեաները եկան եւ զոհաբերության կարգերը վերականգնեցին, տոհմապետներն էլ եկան եւ իրենց թանկ նվերները մատուցեցին Տիրոջը։ Գիտեք, զոհաբերություն անելով թեկուզ այդ
անասունների որ զոհաբերում էին, ալյուրը, յուղը, ինչ որ որպես ընծաբերում էին, նրանք իրենցից ինչ որ մի բաներ էին դնում, տալիս էին Աստծուն, տալիս էին Աստծո տան գործի գանձին, ինչպես որ տոհմապետներն արեցին։ Արդյոք զոհաբերված կյանքով ապրելը իմ կյանքում տեղում է։ Իմ ժամանակի զոհաբերելը, տաղանների զոհաբերելը, տարիների զոհաբերելը, ինչու ոչ նաև իմ նյութական կարողությունների զոհաբերելը։ Միգուցե նախկինում այդ հարցերում ես ավելի լավ եմ եղել, քան այսօր։ Եթե այդպես է նշանակում է ինչ որ մի բան խանգարվել է եւ վերականգնման կարիքը ունեն։ Արդյոք իմ քրիստոնեական կյանքի հիմքերը ամուր են։ Այդ ամբողջ պատմությունը պատմել եմ այս հարցերի համար, որ այսօր բերենք դեպի մեզ, մեր առօրյա, իմ քրիստոնեական կյանքի հիմքերը ամուր են, թե ոչ, թե Աստծո տան հիմքերի պես խարխլվել են եւ այսօր կարիք կա, որ նորից մի հատ այդ հիմքերը ամրացվեն, նորից Սուրբ Հոգին գա եւ վերականգնում լինի իմ քրիստոնեական կյանքի, իմ աստվածպաշտության մեջ։ Արդյոք իմ համբերությունը, զորությունը եւ մնացած հոգեվոր արժեքները, ես հիմա որոշ բաների օրինակներ եմ ասում, բայց մեզնից յուրաքանչյուրս ավելի լավ գիտենք, թե մեր կյանքում ինչն է ընկել, որ նախկինում կար, բայց այսօր չկա, կամ պակասել է, թերացել է, որպեսզի այսօր լինի, նաև վերականգնում ես համար։ Արդյոք Աստծուն ծառայելը տեղում է, պաշտոնը, կոչումը, ծառայությունը տեղում է, թե ոչ։ Միգուցե ժամանակին ծառայել ես, ծառայել եմ, բայց ինչ որ հանգամանքներից ելնելով դա կորցրել եմ, այդ կարևոր արժեքը, Աստծուն նվիրված լինելը, նրա արքայությանը ծառայելը։ Միգուցե ինչ որ ժամանակ ավելի ջերմեռանդ էի ծառայում, սիրով էի ծառայում, քան այսօր, հիմա կարծես թե մի քիչ տկարացել եմ, թուլացել եմ, այդքան էլ հավես չունեմ ծառայելու, նշանակում է վերականգնման կարիքը կա եւ արժե որ ուշադրություն դարձնենք նաեւ մեր փառաբանությանն ու երկրպագությանը, որպեսզի Աստծուն տանք այն ամեն բաները, որին որ ինքը արժանի է։ Ամեն։ Վերականգնում հնարավոր է նաև մեզ համար։ Ինչպես որ այն ժամանակ հնարավոր է հրեաների համար, Աստված գերությունից վերադարձրեց եւ եղավ վերականգնման հնարավորություն եւ մնացած հոգեվոր արժեքների ու աստվածպաշտության վերականգնում, այսօր էլ իմ ու քո համար վերականգնման հնարավորությունը կա, որովհետեւ Աստված ցանկանում է, որ մենք վերականգնենք, Աստված ծրագիր ունի մեզ համար վերականգնման, ինչպես որ հրեաների համար ուներ եւ դրա համար գերությունից ազատեց։ Աստված նրանց գերության չէր մատնել, որ իրանք հավիտյան մնային գերության մեջ, իրենց մեղքերի, իրենց ամբարտավանության համար էր, որ իրանք գերության էին գնացել, բայց Աստծո ծրագիրը նրանց գերությունով կործանելը չէր, այլ գերությունից վերադարձնելը ու վերականգնելը։ Թող որ այսօր ես ու դու անհոգ չգտնենք մեր վերականգնման համար, հոգևոր արժեքների վերականգնման համար, Աստված պաշտության վերականգնման համար, այլ թույլ տանք, որ Հոգին ներգործի մեր մեջ եւ Աստծո վերականգնումը բարձրացնի։ Գիտեք, վերականգնումը ինքը իր մեջ օգնություն է պարունակում, շատ գեղեցիկ է, դա մի հատ վեհ բան է, ինքը մի հատ փառավոր բան է, մարդուն նոր կյանք է տալիս, մարդուն մի հատ նոր հոգևոր շնչառություն է տալիս, մի հատ նոր հույս է ներշնչում, ապրելու, արարելու մի նոր ցանկություն է ներշնչում, ու ոչ միայն հավատքի կյանքի մեջ, հոգևորության մեջ, այլ առհասարակ կյանքի թեկուզ մնացած ոլորտներում, երբ որ կա վերականգնում, մարդը ինչ որ պատճառով, ինչ որ հարցում կորուստ է ունեցել, բայց երբ որ կա վերականգնում, մարդու հույսը նորոգվում է, մարդու ապրելու ցանկությունը բարձրանում է, չէ, մարդու ներսում նաև Աստծուն ծառայելու, կրկին անգամ ծառայելու ցանկությունը, հույսը արթնանում է։ Թող այսօր իմ ու քո մեջ բարձրանա Աստծո արքայության գործին տրվելու, թե ցանկությունը, թե վերականգնումը։ Գիտեք, մենք երբեմն եղել է, չէ՞, մանու պատանի ժամանակ կամ շատ երիտասարդ ժամանակ, հենց մենք եկեք հիշենք, ինչքան խանդավառ ենք Աստծո համար, ինչքան եռանդուն էինք, ինչքան է մեր աղոթքի կյանքն իր տեղում, ինչքան էին վազում Սուրբ Գիրք ընթերցելու, չէ,
անպայման ուզում էինք ծառայել, անպայման ուզում էինք ջրում մկրտվել, երբ որ երիտասարդ էինք դառնում, արդեն մտածում ենք հնարավոր է ծառայելու ու անում էինք, արել էինք։ Իսկ այսօր ինչ է պատահել։ Ես ու դու վերականգնման կարիք ունենք։ Մանավանդ, այսօր մի հատ խոցելի տեղ կա հավատացյալների կյանքում, Սուրբ գրքի ընթերցանությունը։ Գիտեք ինչ, դա հիմքից խախտվել է դա։ Գիտեք ինչու վերականգնվելու։ Որովհետև հիմնական մասսային քրիստոնյաներին, երբ որ հարցնում ես, Աստվածաշունչ կարդում ես, ես լսում եմ։ Այս քարոզչին, այս հովին, պատգամներ եմ լսում, լավ ես անում, որ լսում ես, բայց նաև ընթերցի։ Չգիտեմ, դաշնամին գողացել է ինչ-որ կերպով մեզանից դա, ու թող որ մենք էլ անհոգ չլինենք այդ հարցում։ Ամեն։ Ամբողջ երրորդ գլուխը Եզրասի վերականգնման մասին է, ուստեղ անգամ խոսում է վերականգնման հույզերի մասին, գլխի վերջին երկու հատվածում, թե ինչքան օրհնյալ էր դա, ղևտացիներին են կանգնեցրել էին հասապի ոտկանցը, ծնծղաներով, երգում էին, մեկը մեկին սենց փոխանցելով երգերը, մարդիկ հուզվել էին, աղաղակում էին, որը լացում էր ուրախությունից, որը աղաղակում էր ուրախությունից, ու ամեն բան խառնվել էր։ Թող այսօր ես ու դու ենք վերականգնման այդ հույզերը, պտուղը և արդյունքը վայելենք։ Ամեն։ Սակայն ամեն բան այնպես հարթ չէր վերականգնման գործընթացի մեջ։ Այն որ հրեաները սկսել էին։ Երբ որ դրանցից ոգևորված սկսեցին վերականգնել այդ ամեն բաները, հրեաների թշնամիներն անհանգստացան։ Եվ 4-րդ գլխից, արդեն Եզրասի 4-րդ գլխից սկսում է դժվարությունները, դիմադրությունը, հակառակությունը Աստծո վերականգնման գործին, Աստծո տան Երուսաղեմ քաղաքի վերականգնման, պարիսպների վերակառուցման գործին։ Ու թշնամիները սկսում են հակառակվել և անընդհատ Սուրբ գրքի մեջ գրում է խոսքը, որ իրանք թուլացնում էին շինողների ձեռքերը, անգամ խորհրդականներ էին վարձում, որ շինողների խորհուրդները խափանեն, այսինքն Աստծո տունը շինելու, վերականգնելու խորհուրդները խափանեն։ Պարսից Կյուրոս թագավորի ժամանակ իրանք չհաջողվեցին, 4 թագավորի ժամանակ իրենք այդ ամեն փորձերը գործադրել էին։ Կյուրոսի ժամանակ իրանք չհաջողվեցին, որովհետև հենց Կյուրոսն էր այդ հրամանը տվել, որ Աստծո տունը կառուցվի։ Հետո եկավ Ասուերոս թագավորը։ Ասուերոսի ժամանակ էլ իրանք չհաջողվեցին, թեկուզ անգամ ամբաստանության գիր գրեցին, ասես բողոքի գիր գրեցին։ Բայց երբ որ եկավ Պարսից Արտաշես թագավորը, իրենք իրենց սովորության համար մի հատ նամակ գրեցին ու ցավոք սրտի այս անգամ հաջողվեցին։ Իրենք մի հատ նամակ էին գրել, ուզում եմ մի փոքր անդրադառնալ նամակի բովանդակությանը, հետաքրքիր է, կարծում եմ սրանից հետո Եզրաս գիրքը մի ուրիշ հետաքրքրությամբ ես կարդալու և մի ուրիշ կերպով ես ընկալելու, նաև անգելի մարգարեությունը թեկուզ այս սկզբից դրված հարցին անդրադառնալու եմ ավելի ուշ, քան մինչև հիմա կարող է ասես, բայց հարցի պատասխանը ինչ է, լավ եք ինչ իրավիճակ է, կամաց գնում ենք այդ իրավիճակին։ Հիմա, ինչ էին գրել, Արտաշեսին ուղղված նամակում ասում էին, որ Երուսաղեմը ապստամբ ու զզվելի քաղաք է։ Պատկերացնեք իրենց ատելությունը Երուսաղեմի նկատմամբ, հրեաների նկատմամբ։ Այս նամակը, որ բնութագրել եմ, այսպես եմ ասում, ինքը միացած բողոքով, բամբասանքով, չարախոսությունով լծված նամակ է։ Խորամանկությունով, սեփական շահը որոնելով լծված նամակ ու ինչու՞ չէ նաև sense ոտի տակը քանդելու նամակ է։ Բայց այդ ամեն բանը գալիս է վախից։ Թշնամիները վախում էին հրեաներից, իրենք վախենում էին, որ հրեաները շուտով կվերականգնվեն, կհզորանան և դա արդեն իրենց համար խնդիր կլինի։ Դրա համար գրել էին, ասում էին, թագավորն ապրած կենա, այս քաղաքը ապստամբ ու զզվելի քաղաք է եղել այն նույն ժամանակներից, ինքը ապստամբ և թագավորներին ու գավառներին վնասակար քաղաք է, որում դավաճանություն է եղել հին ժամանակներից
Եվ դրա համար է, որ այդ քաղաքը հիմա ավերակ է դարձել։ Ու ինչ են խնդրում Դարեհին, ներողություն, Արտաշեսին, որ մի հատ դուք ձեր պատմության գրքերի մեջ նայեք, հիշատակած գրքերի մեջ, նա ձեր արխիվը նորից քչփորեք, քրքրեք, բերեք, տեսեք, ով Արտաշես, այդ քաղաքն այդպես է եղել, ու իրանք ասում են, որ այդ քաղաքում, որ հզոր թագավորներ են եղել, հզոր թագավորներ, որոնք հարկ չեն տվել, ու հիմա էլ վախենում են, երբ որ նորից հրեաները բարձրանան, հզորանան, գետի այդ կողմի լինող այդ թագավորական գավառներին հարկ տուրք չէին տալու, իսկ այդ գավառի իշխաններն էլ սնվում էին թագավորական արքունիքից։ Դրա համար այս նամակը գրել էին ու ամեն բան անի փորձում էին խաթարել վերականգնման գործընթացը։ Դարերն էլ նայում է իրենց մատյաններում, պատմական մատյաններում, հաստատում է իրենց փաստարկները, որ իսկապես դրա մեջ ապստամբություն է եղել դեռ հին ժամանակներից, եւ ավելացնում ու ասում է, որ այդ քաղաքը միշտ թագավորներին դեմ է կացել, ու այս քաղաքում անգամ զորավոր թագավորներ են տիրել, որ իշխել են գետի այդ կողմի բոլոր տարածքներին եւ հենց հրեա թագավորներին հար, տուրք եւ մաքսին վճարել։ Ոստեղ ինքն ավելի անհանգստացավ, շտապեց, նամակ ուղարկեց, որ գործը վերականգնման գործը դադարեցնեն եւ այսպես որ անհոգ չլինեք, թող շուտով այդ գործը դադարի։ Երբ որ նամակը ստանում են, հրեաների թշնամիները իրանք շտապում են, որպեսզի թագավորի հրամանը կատարեն եւ ցավոք սրտի ուժով բռնությունով նրանք կարողանում են խաթարել Աստծո տան վերականգնման գործընթացը եւ այդ խաթարումը մնում է մինչեւ Պարսից Դարե թագավորի երկրորդ տարի։ Գիտեք, սատանան ամեն բան կանի, որ Աստծո արքայության գործը դադարեցնի, որ Աստծո վերականգնման հնարավորությունն ու գործընթացը մեր սրտերում, մեր կյանքերում դադարեցնի, որ մեր աստվածպաշտությունը խարխլված լինի, որ մենք հավատքի կյանքի մեջ առաջընթաց չունենանք, աճ չունենանք, ձեռքբերումներ չունենանք, եւ ինքն իր համար համախոհներ կգտնի, որպեսզի նրանց միջոցով իր չար խորհուրդը, իր չար գործն իրականացնի։ Եվ ինչպես որ այդ ժամանակ է հրեաների գործը դադարեց թշնամիների հակառակության պատճառով, այսօր է սատանան դիվային աշխարհը իրենց կողմից հակառակություն կա մեր դեմ, որպեսզի մենք մեր հավատքի կյանքի մեջ թուլանանք եւ առաջխաղացում չունենանք, ձեռքբերումներ չունենանք, կամ այն ինչն էլ որ կորցրել ենք վերագտնում ու վերականգնում չլինի։ Բայց թող որ մենք չտրվենք սատանայի սադրանքներին, չտրվենք նրա ազդեցությանը, թող Աստված մեզ զորացնի եւ ավելի ողջախոհ դարձնի, որպեսզի կարողանանք հոգու զորությունով դիմադրել թշնամու հարձակումներին եւ հակառակություններին։ Ամեն։ Բայց ուզում եմ անդրադառնալ Երուսաղեմ քաղաքում եղած ապստամբությանն ու դավաճանությանը մի ուրիշ կողմից։ Գրվում է եւ Դարեն էլ հաստատեց, որ այդ քաղաքում ապստամբություն եւ դավաճանություն է եղել հին ժամանակներից։ Արդյոք իմ ու քո սրտում դավաճանություն եւ ապստամբություն կա դեպի երկնային թագավորը, դեպի Աստված, դեպի նրա օրենքը, դեպի նրա խոսքը, կամքը, դեպի նրա արքայության գործը։ Գիտեք, իրականում մեր ներսում ապստամբություն ու դավաճանություն պիտի լինի, բայց ոչ թե Աստծո նկատմամբ, նրա օրենքի խոսքի նկատմամբ, ինչպես որ մի ժամանակ հրեաների մոտ է, այլ ապստամբություն եւ դավաճանություն, սատանայի եւ նրա խորհուրդների դեմ, մեղքի դեմ, աշխարհի դեմ, աշխարհում եղած ամեն բանի դեմ, որպեսզի մենք չսիրենք աշխարհը, որպեսզի մենք չընթանանք աշխարհի սկզբունքներով ու կանոններով։ Մեր ներսում, որպես Աստծո քաղաք, որպես Աստծո տաճար, Աստծո տուն, ամեն ժամանակ այդ ապստամբությունը եւ դավաճանությունը պիտի լինի։
Հովհաննես առաքյալը իր առաջին թղթի 2-րդ գլխի 15 խոսքում այսպես է ասում. մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ այն, որ աշխարհի մեջ է։ Մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ այն, որ աշխարհի մեջ է։ Ինչու՞։ Որովհետեւ ամեն ինչ, որ աշխարհում է, շարունակում է պատասխանել Հովհաննեսը, հորից չէ։ Եվ աշխարհն անցնում է, աշխարհում լինող ամեն բանն անցնում է, բայց ասում է, որ Տիրոջ կամքը կատարողը մնում է հավիտյան։ Հիմա Աստված ինձ ու քեզ դարձրել է Աստծո քաղաք, Աստծո տաճար, որպեսզի լցնի իր ներկայությունով, լցնի իր սրբությունով եւ փառքով, որպեսզի աշխարհն ատելով եւ իր կամքը կատարելով հավիտյան ապրենք իր հետ, ընդմիշտ լինենք իր հետ։ Լավ է, չէ՞։ Փառք իրեն դրա համար։ Դրա համար թող այսօր մենք իսկապես արձագանքենք Աստծո վերականգնման հնարավորությանը։ Իսկ Հակոբոս առաքյալը 4-րդ գլխի 4-րդ խոսքում այսպես է ասում. շնացողներ, չգիտեք, որ աշխարհի սերը թշնամություն է Աստծո դեմ, արդ ով որ կարողանա աշխարհի բարեկամ լինել, իր անձը Աստծո թշնամի կանե։ Աստված ինձ ու քեզ դարձրել է Աստծո քաղաք, Աստծո տաճար, որպեսզի մեր սիրտը լցված լինի իր հանդեպ սիրով եւ ցանկությունով։ Եվ որ Աստծո հանդեպ եղած սերն ու ցանկությունը մեր կյանքում գերիշխողը լինի, բարձր լինի, որպեսզի մենք շնացողներ չհամարվենք։ Այստեղ խոսում է հոգևոր շնության մասին։ Հակոբոսը երբ որ ասում է շնացողներ, չէ՞, դրա վերևի խոսքում ինքը խոսում է հենց մարմնի անդամներում, մարմնի ներսում եղած ցանկությունների մասին, որ պայքարում էին մարդկանց անդամների մեջ եւ հենց ասում է դուք ցանկանում եք, ես ցանկանում եք, բայց չունեք, չէ՞։ Մարդիկ սկսել էին ավելի շատ ցանկանալ մարմնավոր բաներ, օտար բաներ, քան թե Աստծուն։ Դրա համար իրանց հենց կոչում է շնացող։ Կամ երբ որ Հիսուսը քարոզում էր մարդուկի փոխհարաբերության դեպքում, ինչ է ասում, երբ որ ցանկանա, այդ ցանկանալ բառն է գործածում։ Հիմա երբ որ ես ու դու ցանկանում ենք օտար բաներ ավելին, քան Աստծուն եւ ցանկությունն ու սերը ուրիշ բաների նկատմամբ գերիշխում է մեր սրտում, դա նշանակում է, որ մեր ներսում կա այդ դավաճանությունն առաստված։ Դա կնշանակի, որ ավելի շատ ես սիրում եմ աշխարհը եւ կամենում եմ բարեկամանալ նրա հետ։ Բայց Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ Աստծո աշխարհի հետ բարեկամությունը եւ աշխարհը սիրելը դա թշնամություն է Աստծո դեմ։ Թող որ մենք ավելի շատ սիրենք Աստծուն եւ մեր ներսում լինի ապստամբություն եւ դավաճանություն միմիայն աշխարհի ու նրա սկզբունքների նկատմամբ, որովհետեւ երբ որ մենք հակառակվենք Աստծուն եւ մեր ներսում այդ դավաճանությունը լինի Աստծո նկատմամբ, դա մեզ տանելու է կործանման, դա մեզ տանելու է գերության, ինչպես որ հրեաներին տարավ։ Բայց Աստծո նպատակը, Աստծո ցանկությունը մեզ համար դա չէ։ Ամեն, թող Տերը օրհնի մեզ եւ ավելացնի հոգու ձեռով սերը իր նկատմամբ եւ ցանկությունը դեպի իրեն։ Ու հիմա անդրադառնում եմ ամենաառաջին հարցին։ Հենց այն ժամանակ, երբ որ Արտաշես թագավորի հրամանով Աստծո տան եւ Երուսաղեմ քաղաքի վերականգնման գործընթացը դադարում է, այդ ժամանակ է, որ հրեաները վերադարձել էին ամեն մեկը իր գործին, իր տունը կառուցելուն, ամեն մեկը իր բարեկեցությանը, եւ իրենք անհոգ էին Աստծո տան վերականգնման հարցում։ Իրենք մտածում էին, որ ժամանակը չի Աստծո տունը կառուցելու, ինչ որ մի ժամանակ կգա եւ մենք կանենք, բայց Տերը չէր համաձայնվել այդ իրավիճակի հետ։ Դրա համար անգելի միջոցով այս խոսքն է խոսել, իսկ արդյոք ժամանակն է, որ դուք ձեր ձեղուզնազարդ տներում բնակվեք, իսկ այս տունը ավերակ է մնացել։
Եվ Աստված դրա պատճառով շարունակում եւ խոսում է իրենց ցույց տալով, թե ինչու է որ իրենց կյանքում օրհնություն չկա, որ իրենք շատ են աշխատել, շատ են չարչարվել, իրենց կյանքն են ներդրել, ժամանակն են ներդրել, բայց օրհնություն չկա։ Ասում է կերել եք, չեք կշտացել, խմել եք, բայց եւ ծարավը չի հագել, հագնվել եք, բայց չեք տաքացել, շատն եք ցանել, քիչն եք բերել, արդյունք չկա ձեր ձեռքի գործերի մեջ։ Ինչու՞։ Հենց ասում է, որ իմ տան համար, որ ավերակ է, իսկ ձեզանից յուրաքանչյուրը վազ է տալիս իր տան համար։ Մարդիկ անհոգեին։ Եվ դրա համար է Աստված փչել է նրանց օրհնությունների վրա։ Հենց այսպես է գրում խոսքի մեջ, որ ասում է եւ ես փչեցի դրանց մեջ։ Ձեր կյանքում օրհնություն չկա, երկինքը կարգելի իր ցողը, պտուղ չի լինի, ձեր անասունների մեջ օրհնություն չի լինի, բազմացում չի լինի, որովհետեւ դուք իմ տունը ավերակ եք թողել եւ իմ տան նկատմամբ անհոգություն ունեք։ Եվ դրա համար էլ Աստված անգելի միջոցով նորից կոչ անում ու ինչ ասում, նորից ասում։ Մենք ուշադրություն դարձրեք ձեր ճանապարհներին։ Մենք քո կյանքի ուղղվածությանը նայիր։ Ինչ ընթացք ես դու բռնել, ինչ ուղղությունով, ինչ ճանապարհով ես դու գնում։ Մենք ուշադրություն դարձրու, մենք սթափվիր, մենք զգաստացիր եւ վեր ելեք սարը, փայտ բերեք, տունը շինեք եւ ես կհաճեմ դրան ու կփառավորվեմ։ Այս կոչը այսօր նաև իմ ու քո համար է։ Գիտեք, միգուցե մենք էլ այսօր շատ ենք աշխատում, բայց չկա այն արդյունքը, որ պիտի լինի։ Չարչարվում ենք ու եղանդ են ներդնում, բայց չկա այն լիարժեք օրհնությունը, առատությունը կամ կարիքի բավարարումը։ Ուզում ես դաշտդ օրհնված լինի, ձեռքի գործը օրհնված լինի, քո նախաձեռնած գործերն օրհնված լինի, թող որ դրանք չլինեն Աստծո գործի հաշվին, Աստծո տունը կամ Աստծո արքայության գործը թողնելու հաշվին։ Թող Աստված մեր մեջ ներգործի, որ մենք ավելի ոչ թե կենտրոնանանք մեր բարեկեցության վրա, այլ Աստծո տան գործի եւ եթե ինչ-որ մի բան ընկած է դրա վերականգնման վրա։ Բարեկեցությունը վատ բան չէ, բայց ոչ թե Աստծո գործի հաշվին։ Ամեն։ Ու գիտեք, ցավալի է, կարծես թե այսօր հավատացյալների կյանքում այդպիսի մի բան նկատվում է, որ մարդիկ անհոգ են Աստծո տան գործի, Աստծո արքայության գործի հանդեպ, ավելի շատ կենտրոնացված իրենց գործերի, իրենց առօրյայի համար։ Դատապարտության համար չեմ ասում, Տերը գիտի, ուղղակի որ սա լինի նաև կոչ մեզ համար, որ մենք սթափվենք, որ մենք զգաստանանք։ Երբ որ անգեն խոսեց, այս մարգարեական խոսքերը, որ Տերը կոչ արեց, ասեց սարը գնացեք, փայտը բերեք, տունը շինեք եւ ես կհաճեմ ու կփառավորվեմ դրանում, բարեբախտաբար մարդիկ լսում են։ Իրենց իշխանները, քահանաները, ղևտացիները, ժողովուրդը, Աստված այդ մարգարեական խոսքով հպվում է յուրաքանչյուրի սրտին եւ հենց իրենց համար էլ գրում է, որ ասում է զարթնեցրեց նրանց հոգին եւ իրեն գնացին եւ այդ Աստվածահաճո գործը սկսեցին ու վերականգնման ընթացքը ուրախությունով, զորությունով սկսեցին գործել եւ սկսեցին իրենք հաջողվելը։ Ինչու՞, որովհետեւ Աստված իրանց հետ էր։ Եվ Աստծո աչքը նրանց առաջնորդների ծերերի վրա է, որպեսզի այդ գործը այս անգամ չխափանեին։ Եվ իրենք այդպես ուրախությունով զարքում էին։ Բայց թշնամու սիրտը դարձյալ չտարավ։ Եվ ինչպես որ իրենք սովոր էին, մի հատ նորից նամակ գրեցին։ Այս անգամ դարեք թագավորին, Արտաշեսը այլևս չկար, հիմա դարերն էր եկել։ Գնացին նորից հրեաներին, ով է ձեզ թույլ տվել, ինչ իշխանությամբ։ Եվ քանի որ Աստված արդեն հրեաների սիրտը զարթնեցրել է, իշխաններով անգամ մարգարեները իրանց հետ լծվել էին Աստծո վերականգնման գործընթացին, իրենք վերադարձան այն հին հրամանին, մեզ Գյուրոսը հրաման տվել։ Հիմա, որպեսզի թշնամիները ավելի հաջողված լինեին, որ իսկապես իրենք արտոնություն իրավունք ունեին, հիմա դարերին էլ այսպիսի մի նամակ են գրում։ Նորից գնաք արխիվը,
ասում են այս հрյաները, որ Կյուրոսն է մեզ իրավունք տվել, հրաման տվել, տես արդյոք դա այդպես է։ Դարերը գնում են, պատմական գրքերը նորից քննում են, և տեսնում են, որ իսկապես Պարսից Կյուրոս թագավորը հրաման էր տվել Տիրոջ տունը և Երուսաղեմը վերականգնելու համար։ Եվ այդ ժամանակ Աստված հաճություն է դնում նաև դարերի սրտի մեջ հրյաների նկատմամբ և Աստծո գործի նկատմամբ։ Դարերն է իր կողմից նամակը գրում է և հրամայում, ոչ մեկը չարգելի, որ այդ տունը կառուցվի, որ Երուսաղեմի պարիսպները նորից վերականգնվեն, թող խանգարողները հեռանան, ու ինչ ասում, ծաղկը թող լինի արքունիքից։ Այդ նույն բանը իդեպ նաև Կյուրոսն էր ասել, որ մատակարարումը, ծաղկը թող լինի արքունիքից, ու անգամ զոհաբերության համար, ամեն անհրաժեշտ պարագաները դուք պիտի մատակարարեք, որպեսզի ու դա լինի ամեն օր, որպեսզի իրենք իրենց երկնքի Աստծուն, Իսրայելի Աստծուն փառավորեն, երկրպագեն, թագավորի ու նրա որդիների համար էլ աղոթեն։ Հիմա եւ գնում են իդեպ ասեմ, այդ թշնամիները հենց այդպես էլ անում են, որովհետեւ դարերը հրաման է տվել, թող շուտով այդպես լինի։ Եթե ինչ-որ մեկն էլ կհակառակվեր թագավորի հրամանին, իրեն եւ իր ընտանիքին պատիժ էր սպառնում։ Դրա համար իրեն գնում են եւ թագավորի հրամանի պես ամեն բան անում են։ Եվ Աստծո օրհնությամբ Աստծո տան վերականգնումը, կատարյալ վերականգնումը տեղի է ունենում եւ իրենք կարողանում են ուրախությունով Աստծո տան նավակատիքը նշել եւ նույնպես էլ ուրախությունով զատիկն ընդունել։ Հիմա թշնամի սատանան ամեն բան կանի, որ մեզ խաղացի կյանքից են պահի, որ մենք առաջխաղացում չունենանք։ Ամեն բան միջոցներ կգործադրի, բայց փառք Աստծուն, որ ի վերջո նա չի հաջողվելու։ Ինչպես որ հրեաների կյանքում մի պահ սենց կարծես իրան թվաց թե հաջողվեց, բայց Աստված նորից այն ինչ որ ծրագրել էր, դա իրականացրեց։ Գիտեք ինչու, որովհետև ժողովուրդն էլ ցանկացավ, որ վերականգնումը տեղի ունենա։ Եթե ես ու դու թույլ չտանք, որ սատանայի ազդեցությունը մեր կյանքի վրա կա, վերականգնման գործընթացի վրա կա, ինքը չի հաջողվելու։ Աստված մեզ հետ է, մեզ սատարելու, օգնելու եւ թշնամու ամեն տեսակի արգելքներն ու խոչընդոտները հաղթահարելու, որպեսզի մենք հաջողվենք այդ աստվածահաճո գործի մեջ։ Ամեն։ Քո չես օգնել։ Թույլ կտակ մի բան էլ ասեմ նոր ավարտեմ։ Այո, ինչ որ բան առնում են, Տերը օրհնի։ Անկեղի առաջին գլուխ, առաջի խոսքը, որ ընթերցեցի, ստեղ ասում է, որ Աստծո խոսքը եղավ Անգեի ձեռով Հուդայի իշխան Սաղաթիելյան Զորաբաբելին և մեծ քահանա Հովսեդեկյան Հեսուին։ Իրենք այդ ժամանակվա գլխավոր առաջնորդներն էին։ Դրա համար հիմնական խոսքը պատգամը ուղղված էր նրանց, որպեսզի իրենք Աստծո ժողովրդի մոտ հավաքեն, կենտրոնացնեն Աստծո գործի համար, որ իրենք այդ անհոգ անտարբեր վիճակից դուրս գան։ Հիմա Հուդայի իշխան և մեծ քահանա ինչ որ բան ասում է քեզ, դու քո տաճարի իշխանն ես, դու քո տաճարի քահանան ես, ես ու դու Սուրբ Հոգու տաճար ենք, որովհետև Աստծո Հոգին բնակվում է մեր մեջ, չէ՞։ Եվ Աստված ինձ ու քեզ դրել է այս տաճարի վրա, որպես իշխան, որպես քահանա, որպեսզի մենք հետամուտ լինենք, որ Աստծո տան մեջ ամեն բանը իր տեղում լինի։ Հետամուտ լինենք Աստծո բարեկարգման, տան բարեկարգմանը, որ սրբությունն իր տեղում լինի, Աստծո փառքը տեղում լինի, ներկայությունը տեղում լինի, հացը, հոգևոր կերակուրը տեղում լինի, Քրիստոսը որպես թագավորը, տիրողը, իշխողը լինի, չէ,
թե որպես երկնքից իջած եւ թե որպես ճշմարիտ լույս, որ այդ աշտանակը լույսի աշտանակը տեղում լինի, եւ մենք լցված լինենք Աստծո կյանքով, Աստծո լույսով, Աստծո ներկայությունով, որպեսզի այս տաճարից, այս քաղաքից բխի Աստծո ներկայությունը, լույսը, կերակուրը, փառքը եւ այդ ամեն բաները տարածվեն այն վայրերում, այն տեղերում, որտեղ որ դրանց կարիք կա։ Ամեն։ Ես ու դու այս տաճարի իշխանն ու քաղաքն, թող որ անհոգ չլինենք, անտարբեր չլինենք։ Եթե այսօր վերականգնման կարիք կա, թող որ մենք իսկապես զբաղվենք այդ վերականգնումով, ներսում, եթե ինչ-որ մի բան ընկած է։ Բայց փառք Աստծուն բոլոր այն իշխանների, առաջնորդների, հովիվների, բոլոր առաջնորդների համար եւ այն քահանաների համար, սպասավոր, ինչ-որ պաշտոնյա ծառայող, որ դրել է մեր կողքին, դրել է մեզ վրա, դրել է մեզ համար, որպեսզի մենք լինենք իրենց ծածկոցի ներքո, ապահով եւ պաշտպանված, չէ՞։ Աստված հովին դնում է իր հոտի վրա, որպեսզի հոտին պաշտպանի, նաեւ պաշտպանության համար։ Փառք Աստծուն այդ իշխանների ու քահանաների համար, որ կան մեր կյանքում եւ մեզ համար, որպեսզի նպաստեն մեր հոգեվոր աճին, մեր պտղաբերությանը, մեր հավատքի ընթացքին եւ որպեսզի օգնեն ու սատարեն մեզ, երբ որ մեր կյանքում կան նեղություններ, դժվարություններ եւ հարձակումներ թշնամու կողմից։ Ամեն, որպեսզի ամենքս իրար հետ միաբանված կարողանանք Աստծո արքայությունը կառուցենք եւ Աստծո գործը առաջ տանենք։ Ամեն։ Թող որ այսօր ես ու դու ավելի ու ավելի համաձայնվենք ընծայվելու, տրվելու Աստծուն եւ նրա արքայության գործին։ Ավելի եւ ավելի համաձայնենք Աստծուն ժամ հատկացնելու, ժամանակ տալու, թե Աստծուն եւ թե նրա արքայության գործին։ Եվ ավելի ժամանակ հատկացնենք աղոթքով, սուրբ գրքով նրա հետ հաղորդակցվելու։ Ավելի ու ավելի համաձայնվենք վերականգնման ընթացքին եւ անհոգ ու անտարբեր չլինենք մեզ տրված վերականգնման հնարավորությանը եւ թույլ տանք, որ Աստված հոգու ձեռով իր վեհ ու փառավոր վերականգնման գործը կատարի։ Որպեսզի մենք էլ հրեաների պես կարողանանք վայելենք վերականգնման գեղեցկությունը, վերականգնման օրհնությունը եւ փառքը։ Որովհետեւ իսկապես վերականգնումը իր մեջ փառք ունի։ Ու երբ որ ես ու դու վերականգնվենք, այլևս առաջվա պես չենք լինի։ Միգուցե դու կամ ես այսօր մտածենք, ասենք գիտեք, նախկինում այնքան լավ էի աղոթում։ Հավատքս տեղը, ջերմեռան, ասենց անընդհատ փափագում էի գնալու, առանձնանալու, Տիրոջ երեսը փնտրելու, աղոթելու։ Տեսնես, կլինի, առաջվա պես կարամ։ Նախկինում ծառայում էի, բայց այսօր չեմ ծառայում։ Կկարողանամ, հնարավոր է նորից ծառայեմ։ Նախկինում ավելի լավ էի ծառայում, մի քանի ծառայություն էի անում, բայց այսօր լավ չեմ անում, մեկը հազիվ եմ անում։ Կա, այդքան ցանկությունը չկա։ Բայց ես ասում եմ, որ իսկապես կլինի։ Երբ որ վերականգնումը կա, մենք էլ առաջվա պես չենք լինի։ Գերությունից վերադարձած հրեաների մեջ մարդիկ կային, ովքեր նախկին տաճարը տեսել էին իր Էմոր Սողոմոնն էր կառուցել իր փառավորությամբ։ Ու երբ որ այս տաճարը կառուցեցին, վերականգնեցին, համեմատած առաջինի հետ, կարծես թե իրենց աչքին ոչինչ էր երևում։ Անգիա մարգարեության 2-րդ գլխում հենց այդպես գրում է։ Բայց Աստված մարդկանց սիրտը տեսնելով, որ կարծես թե մի քիչ հուսահատություն կամ կոտրվածություն լիներ, ինքը նորից խոսում է անգիայի միջոցով ու ասում, որ այս վերջին տան փառքը մեծ պիտի լինի առաջինից։ Երբ որ վերականգնվենք, մեր փառքն ավելի է լինելու, քան որ առաջ են։ Առաջ մի քիչ դեռ մանուկ էինք, հոգևոր այդքան հասունություն չունեինք, բայց հիմա ճանապարհ ենք անցել, երբ որ վերականգնումը լինի, այդ փորձառության վրա Աստծո օծությունը գա, հոգին գա, իմաստությունը գա, իսկապես մենք ավելին կլինենք եւ առաջվանը չենք լինի։ Ամեն, թող Տերը օրհնի մեզ, լցնի եւ զորացնի
բաց չթողնենք Աստծո վերականգնման հնարավորությունը։